7 միֆ էլեկտրոմոբիլների մասին։ Ռակի բունա, միկրոալիքային վառարանա, ճառագայթում ունի, Ժողժան, ասենք աղբոր պես էլի, ասենք այդ միֆերին մի հավատացեք, մարդիկ սարքելով չափում են։ Դե կտեղադրեմ մեկնաբանություններում այդ YouTube-ի ռոլիկները, որտեղ սարքելով չափում են, ապացուցում են, որ ճառագայթում իսպառ չկա։ Նույնքան այնքան է, ինչքան բենզինային մեքենայում, այսինքն չկա։ Ասենք հո զորով չի այդ ամենը, հո ձեր ասելով չի, ասենք էլի, կամ այդ ցտերը հո տարածելով չի, մարդիկ փաստերով ապացուցում են, ճառագայթում չունի էլեկտրոմոբիլը։ Ճառագայթումը մի քանի անգամ, նորմայից մի քանի անգամ շատ է, Ժողովուրդ ջան, երբ որ դուք հեռախոսով սենց ճպասած խոսում եք սաղ օրը, այդ ժամանակ է ռակի բուն։ Կամ միկրովոլովկի կողը, որ կայում եք, բան եք տակասում, այդտեղ է ռակի բունը, այդտեղ ռակի բունը, հա։ Բայց էլեկտրոմոբիլի մեջ այնքան անվտանգ է, ինչքան որ բենզինայինի մեջ։ Հաջորդ միֆը, ասենք լրիվ խնդալու է, անձրևի տակ վավոր վարես տոկը կխփի, չէ, ասենք ո՞ւր եք ասում։ Ասենք էսի անցանք, լավ, էսի կոնկրետ հեքիաթ է, էսի անցանք։ Հաջորդ միֆը կարող են ինքնահրկիզվել, ուրեմն սա մի քիչ վիճելի է, քանզի նախ էլեկտրոմոբիլները բաժանվում են երկու խմբի, լիթիոնային ու երկաթափոսֆատային ու այո լիթիոնային մարտկոցով էլեկտրոմոբիլները, օրինակ Honda, Volkswagen, մինչև 22 թիվ Tesla-ները, այո, հրկիզվում են։ Բայց այդ հրկիզվելը, ասենք, տեղի է ունենում վթարի ժամանակ, երբ որ կա կոնտակտ կամ լիցքավորիչի միացած ժամանակ, երբ որ լիցքավորիչը վոլտաժը թռել է եսի մուտը։ Ոնց է որ տեղի ունեցել այս վերջի ավատարի հետ, ավատար 12-ի հետ, նորքում որ հրկիզվել էր, թանգանոց, ես իմացել եմ, թանգանոց $70,000 ավտո էր։ Ու իր մոտ էր լիթիոնային մարտկոց ու այո հրկիզվել էր, բայց ավտոն ընդհանրապես մեղավոր չէ, 99% մեղավորությունը, չասել դատարան դա կպարզի, բայց 99% մեղավորությունը լիցքավորիչն է եղել, որ կամ հողանցում չի ունեցել, կամ հողանցում վատն եղել, կամ ինչ-որ տատանում ատվել, մի խոսքով դատի են տվել տիրոջը լիցքավորիչի, ինչ շատ ճիշտ են արել, ու ես հուսամ այդ ողջ գումարը տերը կփոխհատուցի, քանզի իր լիցքավորիչի պատճառով է 99% հավանականությամբ այդ մեքենան հրկիզվել լարել մոխիր։ Բայց առհասարակ երկաթափոսֆատային մարտկոցով մեքենաները, այսինքն բոլոր չինականները մինչև $35,000 բյուջեում։ Թանգանոցների մեջ է դրվում լիթիոնային եռակի էլիտար մարտկոցներ։ Տենց խնդիր չունեն ու նույնիսկ վթարի ժամանակ, հեսա խնդրեմ տեղադրեմ, տեսեք, նույնիսկ վթարի ժամանակ, երբ որ ֆիզիկական ներգործություն կա մարտկոցի հետ, իրանք չեն հրկիզվում։ Դա միֆ է։ Երկաթափոսֆատայինը չի հրկիզվում, մոռացեք։ Դա միֆ է։ Դրա համար գնելուց գնեք երկաթափոսֆատային մարտկոցով, համ էլ կյանքը 1 միլիոն կիլոմետր է, համ չհրկիզվող է, համ էլ ավելի էժան է, եթե պետք լինի փոխել։ Հաջորդ միֆը 2 տարի հետո մարտկոցը այլ բանի պետք չի, դեգրադացիան ավելանում է, չգիտեմ ինչ 50%-ով, ինչը էլի սուտա միֆ է, քանզի հաշվարկած է, փաստերով